դեմ չենք, կամ դեմ չենք լինի պատմության որևէ փուլում, եթե Հայաստանում ապրեին թուրքեր, բայց դա խաղաղ կյանք չի ենթադրում, դա համակեցություն չի։ Ադրբեջանը ոչ թե ուզում է պաշտպանի այդ մարդկանց իրավունքները, ովքեր որ երբևէ ապրել են այստեղ, Ադրբեջանը ուզում է թույն ներարկի Հայաստանի հանրային կյանքում, որպեսզի Հայաստանը ներսից կազմաքանդվի, որպեսզի անհրաժեշտության դեպքում Հայաստանի մեջ ներծծվի սեպարատիզմի թույնը, ինքնավարության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու, այսինքն Հայաստանը ներսից ուզում է պայթացնի, այսինքն ուզում է մոտավորապես անի այն, ինչ որ ժամանակին մեր արևելագետները երազում էին անել Ադրբեջանում, չէ՞, անդադ թալիշական գործոնի մասին էին խոսում։ Այդ ինչը դա, այն ինչը որ մեր մոտ, չգիտեմ, պսևդոգիտական ռոմանտիզմ էր հնչում, Ադրբեջանը ուզում է իրականություն դարձնել, თუ չեմ դեմ չենք, որ մեր երկրում այլ ազգություններ ապրեն, ըստ էության Հայաստան Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք են գործում թուրքական ցակման մարդիկ, Թուրքիայից բեռնափոխադրումներ կան թուրքական համարներով։ Հայաստանը ֆաշիստական երկիր չի, Ադրբեջանն է ֆաշիստական երկիր, եւ սա ես չեմ ասում որպես Հայաստանի քաղաքացի։ Փաստերն են դրա մասին վկայում, նույնիսկ Ադրբեջանի անգլերենի դպրոցական դասագրքերն են հակահայկական եւ պարունակում ծաղր եւ ատելություն հայ մարդկանց նկատմամբ։ Այս առումով Ադրբեջանը Հայաստանի մեջ թույն է ներարկում, դա մենք տեսել ենք առաջին հանրապետության ժամանակ, պարոն Մարուկյան։ Հայաստանի հանրապետության ամենամեծ խնդիրներից մեկը որն էր, որ այդ թուրքական տարը հրահարվելով Ադրբեջանի մուսաֆաթական իշխանություններից, էլ պայթացնում էր Հայաստանը ներսից եւ ամենամեծ նվաճումներից մեկն էր, որ Նժդեին հաջողվեց եւ ոչ միայն Նժդեին, էլի ուրիշ հրամանատարների էլ զսպել այդ բաները, բայց Նախիջևանում այդպես էլ չհաջողվեց։